հանդես եղանք մենք այսօր առավոտվանից, երբ որ շրջապատված էր 4 կողմից մեր մայրաթողը։ Ինչ գնահատական կտակ այս իրավիճակին, խնդրեմ։ Գնահատական սա բարբարոսական ծրագիր է, թուրքական ադրբեջանական ծրագիր է, ցույցում ստացած եւ փորձում են իրականացնել պանթուրանական ճանապարհը բացել եւ ադրբեջանցիներին վերել բնակեցնել, վերջին պատվարը ջարդել, պղծել, բայց տեսնում եք ժողովուրդը գնալով շատանում է եւ պաշտպանելու հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Կարող ենք ասել, որ ինչ որ պլանավորել էին առավոտվանից, ամեն դեպքում այս պահին չէի իրականացնել։ Առավոտվա պլանները այս պահին ձախողվել են, բայց դա կապ չունի, որ սա կարող է մեր զգոնությունը որոշակի փորձ թույլատնելու եւ մենք զգոն ամուր կանգնած ենք պիտի գան շատանան ավելանան ի վերջո այդ տներից դուրս գան, այդ ստատուսներից դուրս գան եւ գան պաշտպանել ամեն մարդ ինքն իրեն բոլոր մկրտված մարդկանց, այն մարդկանց, որոնք որ այս ամբողջ իրենց կյանքի ընթացքում եկեղեցի են մտել, մոմ են վառել, ասում են մեզ համարեք հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ պիտի լինեն այստեղ, ուրիշ բան չկա, ուրիշ բանաձև չկա, այստեղ լինել ֆիզիկապես կանգնել, պաշտպանել ամեն մարդ ինքն իրեն պաշտպանում։ Կարծում եք միայն այդպես հնարավոր է, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր քայլերին գնում է, կալանավորում է մարդկանց։ Ազգը կանգնի Նիկոլ Փաշինյանով ա որ ինչ որ մի բան անի։ Ազգովի կանգնենք ով ա Նիկոլը որ անի։ Կանգնել ա պետք, ինչի մասն ա խոսքը։ Մենք կանգնեցինք իր դեմը բան արա, շատանան, պիտի շատ լինեն մարդիկ եւ կային պաշտպանեն ի վերջո։ Ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանը, էսա կամենա։ Գիտեք Նիկոլ Փաշինյանով։ Հնարավոր համարում եք ինչ որ պահի ոստիկանությունը, որը այնուհանդերձ Ես ամեն ինչ հնարավոր համարում եմ։ Ես միջև սրա իշխանության գալը չէի պատկերացնի, որ որևէ հայ մարդ կգա մայրաթորի ոտնձգություն կկատարի։ Ում մտքով էր ասում, որ հայ մարդ էր պատկերացնում, որ կհասնի այս վիճակին։ Չենք պատկերացրել, բայց հիմա Իրանից ամեն չեք պատկերացնում։ Ուրեմն մարդկային մեծ ներուժ է հարկավոր։ Այո, գան ֆիզիկապես կանգնեն իրենց ներկայությամբ, պետքա գալ իրենց ներկայությունից։